Ești? Axel? Ești? Avorile mălăcit! Haca! Hop! Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը պաշտոնական այցով Հայաստանում է։ Գերմանացի գործընկերոջը նախագահական նստավայրում ընդունել է Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Երկու երկրների նախագահները նախառանձնազրույց են ունեցել, որին հաջորդել է երկու երկրներին լայնված կազմով պատվիրակությունների հանդիպումը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև գործակցության ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցեր։ Կողմերն ընդգծել են ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության շրջանակում գործակցության առավել արդյունավետ կազմակերպման կարևորությունը, հատուկ ուշադրություն դարձնելով տնտեսական, կրթական, մշակութային եւ գիտական ոլորտներում հարաբերությունների խորացմանը։ Կարևորվել է նաեւ էներգետիկ բնագավառում համատեղ ծրագրերի իրականացումը։ Դրան հաջորդել է երկու երկրների նախագահների մամուլի համատեղ ասուլիսը, որտեղ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել Գերմանիայի շարունակական աջակցությունը Հայաստանին, խթանելու կայուն տնտեսական եւ սոցիալական զարգացումը բազմաթիվ առաջնահերթ ոլորտներում։ Վահագն Խաչատուրյանի խոսքով Գերմանիայի նախագահի այցը Հայաստան պատմական է։ Ուրախ եմ, որ այսօր հնարավորություն ունեցանք արդյունավետ քննարկելու տարբեր բնակավարներում հայ-գերմանական ներկա համագործակցության առնչվող հարցեր, ինչպես նաև նախանշել փոխադարձ համագործակցության հեռանկարային այն ուղղություններ։ Հանդիպմանն անդրադարձ կատարեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք առանցքային հարցերի։ Քննարկեցինք երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները։ Գոհունակությամբ արձանագրել ենք, որ Գերմանիան Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներից է, առաջինը Եվրոպական միության երկրների շարքում։ Խաչատուրյանի խոսքով քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի, շեշտվել առկա հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը, հիմնված միջազգային նորմերի եւ բոլոր երկրների ինքնիշխանության եւ իրավահավասարության սկզբունքների հարգման վրա։ Կարևորել ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղված ջանքերին Գերմանիայի կառավարության կողմից ցուցաբերած հետևողական աջակցությունը։ Գործընկերոջս եմ ներկայացրել Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող աշխատանքները Հարավային Կովկասում կայունության եւ խաղաղության հաստատման ուղղությամբ։ Եվս մեկ անգամ առանձնացրել եմ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման կարևորությունը եւ այս համատեքստում խաղաղության խաչմերուկ նախագիծը։ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը վստահեցրել է, որ Եվրոպան, Գերմանիան հետաքրքրված են, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունություն տիրի։ Գերմանիայում եւ Եվրոպայում հետաքրքրված ենք, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունություն տիրի։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցումը շատ տպավորիչ է։ Ես շնորհավորում եմ երկու կողմերին։ Խաղաղության համաձայնագիրը կարող է ճանապարհ բացել տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության համար։ Սակայն դեռ պետք է հասնել վերջնակետին, ստորագրել ու վավերացնել համաձայնագիրը։ Ցանկալի է, որ երկու կողմերն էլ օգտագործեն այս պատեհ պահը, որ խաղաղություն հաստատվի Հարավային Կովկասում, ասել է Շտայնմայերը, հավելելով. Բաքվի իրենց գործընկերների հետ հանդիպման ժամանակ եւս խոսելու է այդ մասին։ Անդրադառնալով Հայաստան-Գերմանիա երկկողմ հարաբերություններին նա նշել է, որ իրեն տպավորում է երկկողմ հարաբերությունների զարգացումը վերջին տարիների ընթացքում։ Հայաստանի համար ԵՄ-ն կարևորագույն առևտրային գործընկերներից է։ Գերմանիան ցանկանում է շարունակել այս գործակցությունը։ Գերմանիայում շատ ուրախ ենք Հայաստանի հետաքրքրվածությամբ ԵՄ-ի Եվրոպայի նկատմամբ։ Գիտենք, որ դա շատ մեծ համարձակություն է պահանջում երկար տարիների կախվածությունները հաղթահարելու, վերակողմնորոշվելու, անվտանգության ոլորտի տնտեսական կախվածությունները հաղթահարելու առումով։ Գերմանիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանը կհաջողի այս ճանապարհին, նա անդրադարձել է նաև եվրոպական գերմանական կողմից գործադրվող ջանքերի մասին, ընդգծելով Եվրամիության դիտորդական առաքելության ստեղծման ուղղությամբ իրականացված աշխատանքը, որ Հայաստանի սահմաններն ավելի ապահով դառնան։ Շատ քաջալերող է Հայաստանում լսել, թե ինչպիսի դեր ունի եվրոպական քաղաքացիական դիտորդական առաքելությունը, հատկապես սահմանային համայնքներում բնակվողների համար։ Առաքելության ներկայությունը լրացուցիչ ապահովության զգացողություն է ստեղծում։ Այնուհետև Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին եւ տիկին Էլկե Բունդենբենդերին կառավարությունում հյուրընկալել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ Աննա Հակոբյանի հետ։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։